Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները եւ ուժի մեջ թողեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը։ Սահմանադրական դատարանը ուներ հնարավորություն, պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Այսպես ավելի հոգեպես հանգիստ ենք։ Հոգեպես ավելի հանգիստ լինել, թե ազնիվ, սա է խնդիրը, ինչպես է հայ մարդը ընկրկում ատելության խոսքի առաջ եւ սկսում վախենալ սեփական կարծիքը արտահայտելուց, ժողովրդավարության բաստիոնի իրական դեպքը։ Մենք հայերս դեռևս կարծես այս չափի չենք վախեցել համապարփակ թշնամանքից եւ գնում ենք դեպի դա։ Եվրոպական ժող բաստիոնի շաբաթվա քամիները, ի վերջո ինչ էր փնտրում տարածաշրջանում Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ արդյոք եվրոպացիները այստեղ ունեն այլ շահ, քան Ռուսաստանին հարավային Կովկասից հանելը։ Բաքվում փող խոստացան, մեզ մաքսային արտոնությունը։ Մենք գտնվում ենք Թեհրանի Էնգելապ հեղափոխություն հրապարակում։ Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունների երկրորդ օրն է, կանխատեսվում է, որ մեկ շաբաթում Խամենեին վերջին հրաժեշտը տալու համար աշխարհի տարբեր երկրներից 20-ից 30 միլիոն մարդ կայցելի Իրան։ Իրանցիները երբեք չեն հանձնվում, մենք իրանցիներս ամուր կպահենք մեր երկրի թիկունքը։ Սպասեք նաև վերջին նորություններին ռուս-ուկրաինական ճակատից հակասական լուրեր են գալիս կարևոր հանգույց Կոստանտինովկայից։ Որքան շատ թշնամին հարձակվի ռուսական ենթակառուցվածքների վրա, այնքան ստիպված կլինենք մեծացնել անվտանգության գոտին։ Դուք դիտում եք Հայլուրի հուլիսի 4-ի ամփոփիչ թողարկումը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիրների դիմումները եւ ուժի մեջ թողել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Բոլորը տեսան, որ Սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը։ Վճռի հրապարակումից հետո այսպիսի հայտարարություն է արել ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Բարգավաճ Հայաստանը, ինչպես գիտեք, ըստ ԿԸՀ-ի չի հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 4%-ի շեմը։ Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Երկրորդ 4 օր մտածելուց հետո հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտից ընդամենը 5 րոպե առաջ Սահմանադրական դատարանը որոշում է անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի որոշումը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Նիստը հայտարարում է փակված տեսչան։ Բարձր դատարանն ըստ էության մերժում է նաև մանդատների բաշխման կարգ սահմանելու Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմումը։ Սահմանադրական դատարանի նախագահը չի հայտնում, թե քանի դատավոր է կողմ եղել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելուն։ Ինչու էր ժամանակ ձգում Սահմանադրական դատարանը ոչ անսպասելի որոշում կայացնելու համար։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանի կարծիքով անհամաձայնություն է եղել դատավորների միջև։ Որոշման հրապարակումը մինչև երեկոյան 6-ը հետաձգելը վկայում էր Սահմանադրական դատարանի դատավորների միջև ըստիս հակասության կամ անհամաձայնության մասին, որովհետև իրապես ծանր որոշում պետք է կայացնեն, մի կողմից ծանրակշիռ փաստերն են, մյուս կողմից հասկանում ենք քաղաքական մթնոլորտը։ Բարձր դատարանի որոշումը անակնկալի չի բերել Հայաստան դաշինքի ներկայացուցչին։ Ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չկազմած Նիկոլ Փաշինյանը վստահաբար խուսափելու էր նոր ընտրություններից, կարծում է Սողոյանը։ Փաշինյանին ձեռք չի տալիս հիմա նոր ընտրություններ կազմակերպելը եւ ինքը 3-5-րդ ունենալուց էլ շատ գոհ չէր, ինքը պետք է ամեն ինչ անի։ Սահմանադրական դատարանը պատմական հնարավորություն ուներ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, որովհետև այս բողոքարկումը էապես տարբերվում էր նախկիններից։ Նիստից հետո հայտարարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Սահմանադրական դատարանը ուներ հնարավորություն, պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, միշտ էլ կա քաղաքական կոմպոնենտ, բայց այս այն դեպքն է, սա այն դեպքն է, երբ որ շատ հստակ էր, միանշանակ էր, այսինքն մարդիկ տեսել են, բոլորի աչքի առաջ է, եւ բոլորը տեսան, որ ցավոք սրտի Սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը։
Հիմա հա որպես փաստաբան ես պիտի ասեմ դե դատարանի ակտը այս ակտի հետ պետք է համահաշտվենք, չէ։ Մենք կարող ենք նայենք ստատիստիկան սահմանադրական դատարանի, ու ինչ եղավ, մարդիկ ժամանակին վստահությունը կտրուկ ավելացել էր, բավականին մեծ քանակությամբ դիմումներ կար, հիմա դիմումները պակասել են։ Քաղաքական որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը, կարծում է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, կասկածի տակ դնում Սահմանադրական դատարանի լեգիտիմության հարցը։ Բարձր դատարանի դատավորներից մեկի նույնիսկ հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կա սահմանադրություն, կա սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն։ Սահմանադրական արդարադատության համար առաջնային է իհարկե սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրներ, որը ցավոք չհաղթահարվեց։ Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Այլուր։ Անցնենք առաջ, գիտեք ինչ է լռության պարույրը։ Եզրը առաջարկել է գերմանացի քաղաքագետ Էլիզաբետ Նոել Նոյմանը։ Ըստ նրա տեսության, քիչ հավանական է, որ մարդ իր կարծիքը բարձրաձայնի, եթե զգում է, որ կհայտնվի փոքրամասնության մեջ, քանի որ վախենում է հատուցումից կամ մեկուսացումից։ Իշխող ուժերը հաճախ են լռության պարույր գործի դնում։ Ակտիվիստական խմբերի միջոցով փողոցում, սոցցանցերում ստեղծում են տպավորություն, թե իրենց կարծիքն է գերիշխողը, թե հենց այդպես է կարծում ամբողջ ժողովուրդը, իսկ այլախոհներին գցում են լռության պարույրի մեջ, վախ սփռելով, որ նրանք կամ կբանտարկվեն, կամ պարզապես կարժանանան հանրային պարսավանքի եւ մեկուսացման։ Եթե ծանոթ իրավիճակ է, ձեզ հաստատ կհետաքրքրի մեր հաջորդ ռեպորտաժը։ Ինչ տականք են, հարություն են առել դուրս եկել փողոց, այ չորացած բիձա, ինչ ես ուզում։ Ափսոս այս հողը, որ դու ապրում ես, դու քոփակշուն։ Էդի նուրբ վերաբերմունքն է, մի երկուսի քյալեն, որ խրատ կլինի։ Հայհոյանք, վիրավորանք, ատելության խոսք ու բռնության կոչեր են ամբողջ համացանցում։ Հայաստանում ինչքան անշնորհակալ տականքներ կան։ Տականքը ինքնա թե դու, ամեն ինչ ուրացակ։ Իր կարծիքն ասելու իրավունք ունի եւ քո նմանը պիտի հանգիստ ընդունի։ Դավաճան, ինչքան փող են տվել, որ խոսում ես։ Տարիքիցդ ամաչի, թուրքի բաջի։ Անձնական կարծիք արտահայտելը վաղուց սոցցանցային աղետ է դարձել։ Վիրտուալ կյանքից դուրս փողոցում մարդիկ զարմանում են, թե որտեղից այդքան ատելություն միմյանց նկատմամբ։ Մեր ազգին հարիր չի նման բաներ։ Մանավանդ հայ կինը իր կանացիությունը պիտի չկորցնի, անկախ քաղաքական հայացքներից, անկախ ամեն ինչից, մարդ պետքա իր կուլտուրան, հայ մենտալիտետը երբեք պիտի չիջնի։ Խորհուրդ կտամ անկախ քաղաքական հայացքներից մարդկային դեմքը պահպանել։ Համացանցում տոտալ անհանդուրժողականությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև օգտատերերից մեկը չորոշի դադարեցնել կեղտոտ զրույցը։ Ապշում են մարդիկ, որ հաճախ հայհոյողները կանայք են։ Հաճախակի MC արտահայտություններ են անում, որ ուղղակի բառեր չեմ գտնում ասելու, շատ տհաճ։ Facebook-ը դա մարդու դեմքն է, Facebook շատ տեղ երևույթ է եւ ցավալի է, որ ինտեգրվել է մեր հայ իրականության մեջ։ Չարությունը շատացել է մարդկանց մեջ, երևի դրան է։ Քաղաքացիների խոսքով մարդիկ վաղուց դադարել են բանավիճել, շատերը նկատում են փաստարկված ազդեցիկ խոսքի փոխարեն վիրավորանքներ են, որի նպատակը մեկն է՝ նվաստացնել դիմացինին։ Կարծում եմ ավելի շատ քաղաքականացված են, ավելի շատ ուղղորդված են, ինչ որ կենտրոնների կողմից եւ այլն, որովհետեւ նախկինում նման իրավիճակ չկար։ Նախկինում ես նկատի ունեմ շատ ավելի շուտ։ Խոսքի ազատության սխալ ընկալում կա, կարծում է այս քաղաքացին։ Միգուցե դա գալիս է նաեւ խոսքի ազատությունից։ Միգուցե այդ ազատությունը մի քիչ ավելի շատ է, քան պետք է միանգամից այդ պրոպորցիայով հասարակության, որ երբ որ մտածում եմ, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէր դրան այդ չափով խոսքի ազատություն ստանալու։ Խոսքի ազատությունը ընկալում է որպես հնարավորություն եւ ոչ թե պատասխանատվություն։ Անպատժելիության զգացումն է սոցիալական հարթակներում ատելության խոսքի տարածման պատճառը, ըստ սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի։ Ամենաթողության տեսանկյունից կարող իրեն թույլ տալ վիրավորական խոսքեր ցանկացած մեկի մասին, հատկապես համացանցում, որովհետեւ համացանցում դու կարող ես ասել եւ փախչել եւ որևէ մեկ քո հետևից չի ընկնի։
Միմյանց հանդեպ թշնամանալու վախը կորցրել է հայ հասարակությունը։ Այդ է պատճառը, որ ըստ սոցիոլոգի ատելությունը վիրտուալ տիրույթից շատ հաճախ տեղափոխվում է իրական կյանք, կենցաղային հանցագործությունների տեսքով։ Մենք հայերս դեռևս կարծես այդ չափի չենք վախեցել համապարփակ թշնամանքից եւ գնում ենք դեպի դա։ Պատահական չի, որ նաև ամենօրյա կենցաղային հանցագործությունների թիվն է աճում, որովհետև խոսքին հետևում է բռնություն, ֆիզիկական բռնություն։ Քաղաքակիրթ երկրներում ատելության խոսքի տարածումը կանխելու միջոցը գտան այն քրեականացնելով։ Անգամ քաղաքացիներն էին դիմում դատարաններ հայհոյանքը հեռուստատեսությունից դուրս մղելու պահանջով։ Սայտուն օրինակ է Միացյալ Նահանգները։ Ծնողները պահանջում էին պետությունից ազատել իրենց երեխաներին չգրաքննվող ֆիլմերից ու սերիալներից։ Նույնիսկ համացանցը սահմանափակվեց։ Ծնողները, որպեսզի իրենց երեխաները դադարեցնեն դա անեն եւ չմտնեն այս հայհոյախառն խոսույթի մեջ, սկսեցին պահանջել պետությունից արգելել դա մեդիայով, արգելել դրա տարածումը սերիալներում։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությունն այդ գիտակցումը չեր ունենա, եթե չլիներ բարձր ինտելեկտով էլիտան։ Սոցիումի սկզբունքն է, որ էլիտաները սովորեցնեն զանգվածին, հետևաբար էլիտան զանգվածից լավը պետք է լինի։ Համայնքը զորավոր է արևելյան սկզբունքով հիմնականում առաջնորդվող Հայաստանի հասարակությունը հատկապես վերջին տարիներին զրկված է առողջ էլիտայից։ Իսկապես պետական իշխանությունը պետք է միավորի բնակիչներին եւ ոչ թե պարակտի։ Ժողովրդավար երևալու համար Հայաստանի գործող իշխանությունը չդիրքավորվեց որպես կարգուկանոն թելադրող, հակառակը դրսևորվեց իբրև հասարակ քաղաքացիներից մեկը։ Մեզանում դեմոկրատական ընկալումը երևի թեր ընկալվել է այն իմաստով, որ էլիտան փորձում է լինել նման բոլորին, զանգվածներին եւ ժողովրդական այդպիսի համբավ ունենալ, ժողովրդական պոպուլարություն ունենալ, եւ ստացվում է այնպես, որ այո, խոսքի ազատությունը, որը կարող է շատ մեծ արժեք ունենալ, մեզանում շատ մեծ նաեւ պատիժ է, ասելուց առաջ մարդ չի մտածում։ Իսկ ինչ են անում նրանք, ովքեր չեն կորցրել adekvatությունը, չթիրախավորվելու համար շատ քաղաքացիներ պարզապես հրաժարվել են, հատկապես սոցիալական ցանցերում կարծիք հայտնելուց։ Աշխատում եմ մեկնաբանություն չթողեմ։ Դենց ակտիվ չեմ սոցցանցերում։ Մենք չկանք ճիշտ ասած, բայց սոցցանցերում չենք էլ հետևում։ Այսպես ավելի հոգեպես հանգիստ ենք։ Հոգեխանգարմունքից խուսափելու համար շատերը նախընտրում են լռել նաև կյանքում։ Սոցիոլոգը նկատում է, վերևից թելադրվող ատելությունը հանգեցրել է մի իրավիճակի, որ իրական խնդիրների մասին մարդիկ վախենում են խոսել։ Մի կողմից մարդ մտածում է, սպասեմ միջև մասսայական բնույթ ստանա ինչ-որ բան, որպեսզի միանամ այդ բողոքին, հակառակ դեպքում, եթե ես մենակ եմ, ապա այո, կենթարկվեմ ճնշումների եւ այլն, դա ամոթ է, դա անընդունելի է կամ անիմաստ է ուղղակի, եթե ես մենակ եմ բողոքում։ Բայց եթե խումբ հավաքվի, ես կմիանամ դրան եւ մյուս կողմից խումբը չի հավաքվի, մինչդեռ յուրաքանչյուր չի մասնակցելու սրան։ Եթե ինչ-որ հրաշքով հասարակությունը գիտակցի, որ ատելությունն իր վաղճանն է ու սկսի կոլեկտիվ մտածողությունը ծառայեցնել իշահ ազգի, ոչ թե անհատի, ըստ սոցիոլոգի հնարավոր կլինի կործանման անիվը հետ շրջել։ Աննա Գյուրնասարյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Եվրոպական ժող բաստիոնի շաբաթվա քամիների մասին ի վերջո ինչ էր փնտրում տարածաշրջանում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչու Ադրբեջանին փող խոստացավ Հայաստանին մաքսային արտոնություն եւ արդյոք եվրոպացիները այստեղ ունեն այլ շահ, քան Ռուսաստանին հարավային Կովկասից հանելը։ Լիլիթ Սարգսյանն է փորձել հասկանալ եվրոպացի հյուրի օրակարգի տողատակերը։ Ինչու Եվրահանձնաժողովի նախագահը Երևան այցից առաջ Բաքու գնաց։ Սկզբնական փուլում տեղեկությունները այնպիսին են, որ իրենք գալիս են այստեղ Հայաստան աջակցելու Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանի պատժամիջոցների լույսի ներքո ցույց տալու, որ Եվրոպան ամուր կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին, բայց այցը եղավ տարածաշրջանային։ Թե Բաքվին, թե Երևանին Եվրապաշտոնյան փողեր է խոստացել կապուղիների զարգացման, տնտեսության աջակցության, այլընտրանքային էներգակիրների ստեղծման համար։ Բաքվում փող խոստացան, մեզ մաքսային արտոնությունը։ Եվրոպական շուկա արտահանվելիք հայկական արտադրանքի 80%-ի համար առանց մաքսատուրքերի ռեժիմ է խոստացել Եվրապաշտոնյան։ Բաքվում կարևորել Ադրբեջանի դերը որպես տրանզիտային հանգույց միջին միջանցք նախագծում։
Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի համոզմամբ պատահական չէ, որ ռուսական սանկցիաների տակ հայտնված Հայաստանի տնտեսությանը աջակցելու նպատակով Հայաստան եկած Եվրահանձնաժողովի նախագահը աջակցության փաթեթներ ներկայացրեց նաև Ադրբեջանին։ Բրյուսելն ուզում է ցույց տալ, թե նաև Ադրբեջանը կարող է հույսը իրենց վրա դնել անհրաժեշտության դեպքում։ Այն պատժամիջոցները, որոնք հիմա Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ, ինչ որ փուլում կարող են կիրառվել նաև Ադրբեջանի նկատմամբ։ Եվ այստեղ կարևոր էր Բրյուսելի քաղաքական աջակցությունը ցույց տալ նաև Բաքվին, որ իրենք էլ հասկանան, որ հենց խնդիրներ սկսեն ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, Բրյուսելը իրենց աջակցելու է։ Այնինչ Բրյուսելն իրականում անգամ Երևանին բավարար աջակցության խոստումներ չի տվել, վստահեցնում է քաղաքագետը։ Եվրոպայի ֆինանսական աջակցությունը չի փոխհատուցում վնասը, որ կրում են հայ արտադրողները ռուսական շուկայի դռները փակվելուց հետո։ Հայաստանի Հանրապետությանը մեղմ ասած չեն խոստացել այն, ինչ կարող էին խոստանալ ու ինչը իրապես հնարավոր է ուժեղացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Մեր եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 7 միլիարդ է։ Եթե Ուրսուլա ֆոն դեր Լայենը իսկապես ուզում է մեզ աջակցել, պետք է երաշխավորի այդ 7 միլիարդը գոնե 4-5 տարվա համար։ 7 միլիարդ եվրոյի եվրոպական խաղաքարտը ձեռքին Փաշինյանը պետք է զանգեր Ռուսաստանի վարչապետին, նկատում է Մաթևոսյանը, բայց նրա եվրոպացի գործընկերը այդքան լուրջ խաղաքարտ նրան չտվեց։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է մաքսիմալ աջակցություն ցուցաբերեր Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն հետևել տրամաբանությամբ առաջնորդվել։ Այ եթե նախկինում դուք ասում եք «Կուդա վիդեյնիցից բիզնես», ապա հիմա ուզեք թե չուզեք պետք է հաշվի առնեք մեր մոտեցումները, որովհետեւ կա Եվրամիության աջակցությունը։ Բայց այդ աջակցությունը ըստ էության չկա, պնդում է Մաթևոսյանը ու հիշեցնում, Հարավային Կովկասում եվրոպական քամիները Ռուսաստանին այստեղից դուրս հանելու ուղղությամբ են միայն փչում։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Բաքու եւ Երևան Եվրամիության գլոբալ դարպասների նախաձեռնության 2 միլիարդ եվրոյի փաթեթը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել որպես բացարձակ հաղթանակ եւ Հայաստանին կախվածության մեջ գցելու գործիք։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա։ Ադրբեջանական վերլուծական դաշտում ակտիվ քննարկվում է, որ Եվրամիությունը ուշացումով է հասկացել Ադրբեջանի անփոխարինելի դերը միջին միջանցքում, քանի որ Ռուսաստանը եւ Իրանը դուրս են մնացել խաղից։ Նրանք պնդում են, որ ֆոն դեր Լայենի խոստացած 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթը ուղղվելու է հենց Նախիջևանի երկաթգծին եւ Բաքվի նավահանգստին։ Սա ինչ ինքնավստահություն է Արման։ Լարա, Ադրբեջանն այսօր փորձում է առավելագույնս կապիտալիզացնել արևմտյան երկրների էներգետիկ եւ լոգիստիկ կախվածությունը։ Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Եվրոպան հայտնվել է ծանր կացության մեջ եւ Բաքուն դա օգտագործում է Բրյուսելին սեփական պայմանները թելադրելու համար։ Հիմա Բաքուն ուզում է ցույց տալ, որ Եվրամիության հետ հարաբերություններում ինքն է որոշողը։ Ակտիվ շրջանառում է մենք չգնացինք Բրյուսել, Բրյուսելը եկավ Բաքու թեզը։ Ինչ վերաբերում է 2 միլիարդ եվրոյին, ապա Ադրբեջանն այստեղ բացահայտ ցույց է տալիս, որ այդ գումարները ծառայեցնելու է իր ռազմավարական շահերին, Նախիջևանի կապին եւ Կասպից ծովում իր մասնաբաժնի ընդլայնմանը։ Նրանք Եվրամիությանը փաստացի դրել են ընտրության առաջ։ Եթե ուզում եք Չինաստանից եկող միջին միջանցք, ապա պարտավոր եք ֆինանսավորել Ադրբեջանի ենթակառուցվածքները, այդ թվում Սյունիքով, իրենց ձևակերպամբ արևմտյան Զանգեզուրով անցնող ճանապարհները։ Իսկ դե ֆոն դեր Լայենի կողմից ականաձերծման համար նախատեսված 20 միլիարդ եվրոն Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ ուղղելու է բացառապես օկուպացրած Արցախի վերականգնմանը, դա ներկայացնելով որպես արևմուտքի հաշտեցում նոր իրողությունների հետ։ Արման, իսկ ինչպես արձագանքեց Բաքուն ֆոն դեր Լայենի Երևան այցին։ Իրականում ադրբեջանական կողմը հեգնանքով է խոսում ֆոն դեր Լայենի Երևան այցի մասին, այն անվանելով կարճ եւ անարդյունավետ։ Սա Ադրբեջանի կողմից հոգեբանական եւ քաղաքական ճնշման տիպիկ օրինակ է։ Նրանց պնդմամբ Եվրոպան Հայաստանին ընդամենը աբստրակտ առևտրային խոստումներ է տվել ռուսական պատժամիջոցներին դիմագրավելու համար, մինչդեռ Բաքվում ֆոն դեր Լայենը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ալիևին խաղաղության գործում ունեցած առաջնորդության եւ Հայաստանին էլեկտրաէներգիա եւ վառելիք մատակարարելու պատրաստակամության համար։ Այսպես Բաքուն փորձում է միջազգային հանրության համար լեգիտիմացնել այն թեզը, որ խաղաղության օրակարգն ու դրա պայմանները թելադրում է բացառապես ինքը։ Իսկ իրականում Բաքուն փորձում է Հայաստանին ներկայացնել որպես խաղից դուրս գտնվող սուբյեկտ,
որի ներկայությունը տարածաշրջանային նախագծերում կախված է միայն Ադրբեջանի բարի կամքից։ Արման, նշեցիր, որ Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Բաքվի Հայաստանին էլեկտրաէներգիա եւ վառելիք մատակարարելու պատրաստակամությունը։ Չկա այստեղ թակարդը ընկնելու վտանգ։ Արդյոք Ադրբեջանը չի փորձելու կախվածության մեջ գցել Հայաստանը իր ենթակառուցվածքներից։ Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովի խոսքն ուղղակի մեջ բերելով փորձեն պատասխանել, որքան շատ Հայաստանը կախված լինի Ադրբեջանից, այնքան ավելի լավ է։ Իհարկե Ադրբեջանի հեռահար նպատակը ոչ թե արդար հարևանությունն է, այլ Հայաստանի ինքնիշխանության դեֆորմացումը տնտեսական եւ էներգետիկ լծակների միջոցով։ Նրանք տեսնում են, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգությունն ու էներգետիկան հեռանալով Ռուսաստանից եւ անմիջապես խաղի մեջ են մտնում իբրև օգնություն առաջարկելով։ Ակնհայտ է, որ եթե Հայաստանը համաձայնի ընդունել այսպես կոչված օգնությունը առանց անվտանգության ամուր երաշխիքների, ապա Բաքուն ապագայում կարող է ցանկացած պահի անջատել լույսն ու գազը Երևանից նորանոր քաղաքական եւ տարածքային զիջումներ կորզելու նպատակով։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Ռուս փորձագետների կարծիքով միֆ են պնդումները, թե ռուսական գազին այլընտրանք կարող է դառնալ թուրքական կամ ադրբեջանական վառելիքը։ Կարինե Մանգասարյանն է պատմում։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանում կարծիքներ են հնչում, թե ռուսական գազին Հայաստանում կարող է փոխարինել թուրքականը կամ ադրբեջանականը։ Энергетическая безопасность – это тот вопрос, в котором Российская Федерация… Ռուսաստանն առաջատար, ես կասեի ամենակարևոր դեր ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ռուսաստանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել որպես պատասխանատու եւ կարևոր գործընկեր։ Ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովը պնդում է, այն մարդիկ, որոնք ռուսական էներգակիրների այլընտրանքի մասին խոստումներ են տալիս, պարզապես խաբում են հայաստանցիներին։ Ադրբեջանում սպառվում են գազի ռեսուրսները, դա բոլորին է հայտնի։ Եվ նաև այդ երկիրը գազ մատակարարելու պայմանագրեր ունի այլ երկրների հետ, օրինակ Վրաստանի։ Եվ չեմ կարծում, որ դրանք կխզի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով։ Եվ գինն էլ ակնհայտ է չի լինի ռուսականից ցածր։ Ավատկովը Թուրքիայի էներգետիկ պաշարների մասին է նաև մանրամասներ հայտնում։ Այդ երկիրն ընդամենը 10%-ով է սեփական աղբյուրներից ապահովում իր պահանջները։ Գազի եւ ատոմային էներգետիկայի մասով Անկարան ըստ էության կախված է Մոսկվայից։ Ենթադրենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դրական զարգացան եւ սահմանները, ենթակառուցվածքները բացվեցին։ Անկամ այդ դեպքում Թուրքիան չի կարող ապահովել Հայաստանին էներգառեսուրսներով։ Դա տեխնիկապես հնարավոր չէ։ Իսկ էներգետիկ հարցերը այն առանցքային հարցերն են, որոնք նպաստում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների զարգացմանը։ Փորձագետները նկատում են հավաքական արևմուտքը փորձում է թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում գեղեցիկ խոստումներ տալով, բայց եթե Վրաստանն ու Ադրբեջանը կարող են ինքնուրույն լուծել իրենց անհրաժեշտ էներգառեսուրսների հարցը, Հայաստանն այդ առումով խոցելի է։ Որքան էլ Եվրամիությունը եւ Արևմուտքի երկրները փորձեն փոխարինել Ռուսաստանին, դա իրենց չի հաջողվի։ Ներքաղաքական գործընթացների հետ կապված խոստումներ էլ կտան։ Միևնույն է, հնարավոր չէ ռուսական էներգառեսուրսները այլ ռեսուրսներով փոխարինել։ Էներգետիկ փորձագետ Արմեն Մարտիրոսյանը շեշտում է Հայաստանի իշխանությունը փորձում է ռուսական էներգակիրների այլընտրանք փնտրել, առանց պատկերացնելու, որ դրանցից օգտվելու համար պետք են լուրջ ենթակառուցվածքներ, որոնք չկան։ Եթե չկա այդ հաշվարկը, դիվերսիֆիկացիան կարող է դառնալ պարզապես քաղաքական դեկլարացիա, քան ինչ-որ գործիք կախվածությունը նվազեցնելու համար։ Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին Ավատկովը Հայաստան ու Ռուսաստանը բարեկամ երկրներ է համարում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում ու գնալ դեպի Եվրամիություն։ Մոսկվան տևական ժամանակ ասում է, որ Հայաստանը ինքնուրույն պետք է կողմնորոշվի իր ապագայի հետ կապված։ Հնարավոր չէ շարժվել դեպի Եվրոպա Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։ Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Անցնենք առաջ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին ծայրաստիճան լարվել են Թել Ավիվ-Անկարա հարաբերությունները։ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թուրք պաշտոնակցին մեղադրել է նոր ցեղասպանություն հրահրելու փորձերի համար։ Մանրամասները Լիլիթ Գասպարյանը գիտի։
Իսրայել-Թուրքիա լարվածությունը սրվում է, հեռակալ լեզվակռիվ են տալիս երկու երկրների գլխավոր դիվանագետները։ CNN Թուրքիա հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը իր երկրի երբեմնի բարեկամ Իսրայելին անվանել է խնդիր միջազգային հանրության համար։ Ընդդել, որ այժմ Նեթանյահուն նոր թշնամիներ է փնտրում։ Իսրայելը մեր ազգային եւ տարածաշրջանային շահերին դեմ է գործում, բայց մենք որևէ մեկից վախենալու պատճառ չունենք։ Մենք արճակատման գնալու խնդիր չունենք։ Կռվելը ոչ թե մեզ համար խնդիր է, այլ այն մեր գործն է։ Իսրայելն է խնդիր, ոչ թե մեր խնդիրը, այլ ամբողջ աշխարհին է։ Ֆիդանը նաև ասել է, որ Իսրայել պետությունն իր քաղաքականությամբ եւ հրեա ժողովուրդն իր մտածելակերպով դարձել են մարդկության համար անտանելի բեռ։ Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիան առաջին պետությունն է, որը խզել է առևտրային կապերը Իսրայելի հետ Գազայում իրականացրած ցեղասպան գործողությունների պատճառով։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը խզեց Իսրայելի հետ տարեկան 10 միլիարդ դոլարի առևտուրը։ Կարևոր է վճռական դիրքորոշում ընդունել եւ հստակ քայլեր ձեռնարկել։ Ֆիդանը նոր ցեղասպանություն է հրահրում, այսպես է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի զզվելի խոսքերը ցեղասպանության հրահրման դասական օրինակ են։ Հրեա ժողովրդին անտանելի բեռի հետ նույնացնելը պատմության ամենավատ եւ ամենաարյունալի վարչակարգերին բնորոշ դասական սարսափելի ռետորաբանություն է։ Քաղաքակիրթ աշխարհը, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է դատապարտեն Իսրայելը ոչնչացնելու այս բացահայտ կոչը։ Թել Ավիվ-Անկարա հարաբերությունները զգալիորեն սրվել են, երբ Իսրայելի վարչապետը հայոց ցեղասպանությունը տասնամյակներով մերժելուց հետո մոտ 1 շաբաթ առաջ հավանություններ տվել հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Ես երբեք չեմ խուսափել հայոց ցեղասպանության ճանաչումից, միանշանակ աջակցում եմ այդ նախաձեռնությանը, ասել էր Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, երբեք ուշ չէ ճիշտը անելու համար։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հալյուր։ Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորության արարողությունների երկրորդ օրն է։ Կանխատեսվում է, որ մեկ շաբաթում Խամենեին վերջին հրաժեշտը տալու համար աշխարհի տարբեր երկրներից 20-ից 30 միլիոն մարդ կայցելի Իրան։ Այնտեղ է նաև իմ գործընկեր Ծովինար Բարխուդարյանը, նա պատմում է, որ Թեհրանի սքացող հրապարակներում արյան վրեժ են պահանջում իրանցիները։ Գայանե Մովսիսյանի ռեպորտաժում են մանրամասները։ Իրանի ժողովուրդը այսօր հրաժեշտ է տալիս մի մարդու, որի անունը տասնամյակներ շարունակ անբաժան է եղել երկրի հոգևոր եւ քաղաքական կյանքից։ Իրանցիները գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համարում են շահադատ, նահատակ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների երկրորդ օրը բազմամարդ է Թեհրանի Մեծ Մոսալա մզկիթ տանող ճանապարհը։ Ինչպես տեսնում եք, իրանցիների հոսքը Մոսաբայի հրապարակ չի դադարում եւ սա օրվա ամենաշոկ ժամն է։ Ջուր են ցողում մզկիթի տարածքում, ջերմաստիճանը +40 է Իրանի մայրաքաղաքում։ Բայց դա չի խանգարում մարդկանց իրենց հարգանքի տուրքը մատուցելու եւ խոնարհվելու նահատակված առաջնորդի առաջ։ Այսօր առավոտյան 6-ին մզկիթից դուրս են բերել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների, դստեր, Փեսայի, հարսի եւ մեկամյա թորնուղու դագաղները։ Մենք այստեղ ենք մեր նահատակ իմամի արյան վրեժի համար։ Թշնամին պետք է իմանա, որ այս մարդիկ երբեք չեն խոնարհվելու, այս դրոշը միշտ ծածանվելու է։ Եղանակը կապ չունի, շոկ է, ցուրտ է, մենք այստեղ ենք մեր առաջնորդի համար, նա մեզ համար շատ սիրելի է եղել, երբ հավաքվում էինք, սպասում էինք, որ գա, շպտա մեզ։ Հիմա նրա տեղը շատ է երևում։ Մոսալայի հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը, խոսքերը։ Շիա մահմեդական մշակույթում մահը դա ավարտ չէ, այլ անցում դեպի հավերժություն։ Այդ պատճառով է, որ սուքո արարողությունների ժամանակ մենք տեսնում ենք ոչ միայն արդյունքներ, այլ նաև աղոթք, կրոնական ծիսակատարություններ, կրոնական երգեցողություն։ Ափսոսանք, բայց եւ հպարտություն են զգում իրանցիները։
Մեզ համար հպարտություն էր նրա հետ շփվելը, լսելը նրա խորհուրդները։ Ուրախ ենք, որ ունեցել ենք առաջնորդ, որով հպարտանում էր ամբողջ աշխարհը։ Դեռ 2 օր Թեհրանում հնարավորություն կունենան հրաժեշտ տալու Ալի Խամենեիին։ Երեքշաբթի նահատակ Խամենեիի հուղարկավորության արարողությունը կանցկացվի Ղոմում։ Հուլիսի 9-ին նրա մարմինը կամփոփեն հայրենի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանում։ Գայանե Մովսիսյան, Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Իմ գործընկեր Ծովինար Բարխուդարյանի համար անակնկալ է եղել Էնգելապ հրապարակում Հայաստանի դրոշը տեսնելը։ Թե ով է պարզել մեր եռագույնը, կիմանաք, երբ հաջորդ ռեպորտաժը դիտեք։ Մենք գտնվում ենք Թեհրանի Էնգելապ հեղափոխություն հրապարակում, ինչպես տեսնում եք, այստեղ հազարավոր մարդիկ են հավաքվել, այս պահին նրանք կրոնական երգեր են երգում, աղոթում են եւ սպասում են, որ վաղ առավոտից արդեն համալիրում վերջին հրաժեշտը տան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Այս արարողության գլխավոր խորհրդանիշներից մեկը հենց բռունցքն է։ Իրանցիները պատմում են, որ երբ գտել են նահատակ առաջնորդին ավերակներում, նրա ձեռքը բռունցքված է եղել։ Շատ կարճ տևեց թշնամու ուրախությունը, որը կարծում էր, թե հոգևոր առաջնորդի մահից հետո կործանվելու է Իրանը։ Հպարտությամբ ասում են, այս հրապարակում հավաքված հազարավոր իրանցիներն ու բռունցք են ցույց տալիս թշնամիներին։ Իրանցիները երբեք չեն հանձնվում, մենք իրանցիներս ամուր կպահենք մեր երկրի թիկունքը։ Իրանցիները, որ պատերազմի օրերին կենդանի շղթաներ էին կազմում իրենց պետության կարևոր ենթակառուցվածքների շուրջ, երբ նահանգները սպառնում էր օդ հանել դրանք, հիմա վստահեցնում են չեն լքի հեղափոխության հրապարակը, մինչև արդարությունը չվերականգնվի Մերձավոր Արևելքում։ Մարդկանցով լցված հեղափոխության հրապարակն ու մեր պետության բոլոր հրապարակներն այսօր վերջին 4 ամիսներին խորհրդանիշն են այն բանի, որ չնայած ահաբեկչությամբ նենք պատերազմով խլեցին մեր առաջնորդին։ Մինչև ոչրագործության վրեժը չառնենք, աշխարհը չդատապարտի այն, մենք չենք լքի այս հրապարակը։ Մահ Իսրայելին են գոչում Թեհրանի Էնգելապ հրապարակում։ Մենք Իմամ Խամենեիի արյան վրեժն ենք ուզում, մեր երեխաներին էլ ենք բերել, որ երբ մեծանան Աստծո զինվորները լինեն։ Հանուն ողորմած եւ բարեգութ Աստծու մենք պատրաստ ենք զոհվել մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ու Ամերիկայի տապալման համար։ Մեր նպատակն է, որ հնարավորինս շուտ սիոնիստները դուրս գան մեր տարածաշրջանից։ Իրանցիներն ասում են ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Իսրայելը չէին սպասում, որ իրենց առաջնորդներին սպանելուց, պետության կարևոր ենթակառուցվածքները ոչնչացնելուց հետո կպայքարեն, պառակտում չի լինի։ Հիմա համոզված են, որ նահանգները չի հանդգնի վերսկսել լայնամասշտաբ պատերազմ։ Ղալատ կանի, թե նորից կհարձակվի։ Նուր անունով այս սիրուն աղջիկա տատիկը Մարիամ Հակոբյանն է։ Հայլուրի թղթակից Ծովինար Բարխուդարյանի համար անակնկալ է եղել Էնգելապ հրապարակում նաև Հայաստանի դրոշը տեսնելը։ Ես Նուրն եմ, Լիբանանից, Իրան եմ եկել սովորելու։ Տատիկս հայ է, ձեզ տեսնելով շատ ուրախացա։ Շատ եմ ուզում գալ Հայաստան։ Ուրախ եմ, որ դուք Հայաստանից եկել եք մեր առաջնորդին հրաժեշտ տալու։ Նաև այլ պետություններից շիա մուսուլմաններ են եկել Իրան։ Նրանք պատրաստ են մի ամբողջ օր ոտքի վրա մնալ, միայն թե հրաժեշտի հնարավորություն ունենան։ Գայանե Մովսիսյան, Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Այժմ կփորձենք հասկանալ, թե ինչ փուլում են այս պահին Իրано-ամերիկյան անուղղակի բանակցությունները։ Մեր տաղավարում է Հայլուրի վերլուծաբան, իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերտյանը։ Սաթենիկ, բարի երեկո։ Բարի երեկո, Լարա։ Ինչ լուրեր կան այս պահին բանակցային ճակատից։ Լարա, այս պահին կարծես բանակցային գործընթացը դադարեցված է ժամանակավորապես, պայմանավորված Իրանում նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության կազմակերպամբ։ Սակայն հիշեցնեմ, որ դեռ հուլիսի 1-ին Դոհայում Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունները անուղղակի տեխնիկական բանակցություններ են ունեցել եւ քննարկել են իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման, դրանց հետագա օգտագործման եւ Հորմուզի նեղուցում երթևեկության հարցերը։ Թրամփը հայտարարել էր, որ քննարկվել է Իրանի ապամիջուկայնացման հարցը, թեպետ աղբյուրները նշել են, որ նման քննարկում բանակցություններում չի եղել։
Սաթենիկ, այս պահին բանակցային միջնորդը դեռ Քաթարն է։ Լարա եւ Քաթարն է եւ Պակիստանը եւ կարծես միջնորդությունը ստանձնել են հավասարաչափ այս երկրների ղեկավարությունը։ Իսկ հայտնի է թե երբ կվերսկսվեն բանակցությունները։ Քաթարի արտգործնախարարի հայտարարությամբ բանակցությունները կվերսկսվեն Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունից հետո, սակայն նշեմ, որ Թրամփի խոսքից այնպիսի տպավորություն էր, թե ինքն է թույլ տվել իրանցիներին բանակցություններում մեկ շաբաթյա արձակուրդ վերցնել եւ կազմակերպել իրենց նախկին հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունը։ Թրամփի խոսքի այդ հատվածը հենց հիմա կարող ենք լսել։ We beat Venezuela in one day. Մենք մեկ օրում հաղթեցինք Վենեսուելային եւ ջախջախեցինք Իրանը։ Նրանք մեռնում են հաշտվելու համար։ Նրանք այնքան են ուզում հաշտվել։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության համար, որովհետև մենք բարի ենք։ 250 տարի շարունակ ամբողջ աշխարհը նայել է մեր երկրին եւ ոգեշնչվել առաջընթացի թռիչքներով, ուժի սխրանքներով, անznուրացության, հավատքի եւ հույսի դրսևորումներով, որոնք կարող էին տեղի ունենալ միայն այստեղ։ Զգացիկ իհարկե Թրամփի հեգնանքը ըստ նրա իրանցիները մեռնում են հաշտություն կնքելու ցանկությունից, փորձելով ցույց տալ, թե հենց ինքն է կոշտ բանակցողը։ Շնորհակալ եմ Սաթենիկ, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի վերլուծաբան, իրանագետ քրտեգետ Սաթենիկ Թարվերդյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ազգային տոնի անկախության օրվա առթիվ չմոռանալով հիշեցնել Թրիփի ու հայ-ադրբեջանական խաղաղության իր պատկերացման մասին։ Նրա խոսքով Թրիփը լինելու է խաղաղության կարևոր գրավական եւ ճանապարհ է հարթելու դեպի առավել խաղաղ, փոխկապակցված բարեկեցիկ տարածաշրջան։ Նույն շեշտադրումը կա նաեւ Թրամփին ուղղված Ալիևի շնորհավորանքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ է շնորհավորել ամերիկացի պաշտոնակցին Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ, ընդգծելով համաշխարհային անվտանգության հարցում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հատուկ հանձնառությունը։ Կրեմլի կայքում հրապարակված տեքստում գրված է մեջբեր է. Այսօր Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները որպես երկու խոշոր միջուկային տերություններ հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Մեջբերման ավարտում։ Հակասական լուրեր են գալիս ռուս-ուկրաինական ճակատից, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը իրականությանը չհամապատասխանող, իսկ նախագահ Զելենսկին պարզ կեղծիք է անվանել Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը, թե ռուսական բանակը ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքը։ Շտաբի խոսնակ Անդրեյ Կովալյովը վստահեցրել է, որ բնակավայրը Կիևի վերահսկողության տակ է, բայց նա չի հերքել, որ ռուսական կողմը չի դադարեցնում քաղաքը գրավելու փորձերը։ Կոնստանտինովկայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Վլադիմիր Պուտինն էր հայտնել զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ։ Այդ բնակավայրը առանցքային դեր ունի Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները ապահովելու գործում, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։ Զարգացումներին հետևել է Թերեզա Կադաևչյանը։ Զապորոժիեի Թոքմակ քաղաքի շուկայի վրա ուկրաինական դրոնների հարվածից տուժածների թիվը ավելանում է։ 5 զոհի ու 21 վիրավորի մասին է հայտնում ռուսական 10 պետական լրատվամիջոցը։ Ուրբաթ ուկրաինական օդուժը ամենապիկ ժամին է հարվածել, երբ շուկայում մարդկանց մեծ հոսք է եղել։ Զապորոժիեի նահանգապետը վստահ է, որ Ուկրաինայի զինված ուժերը նպատակաուղղված հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքին։ Ահաբեկչության հոդվածով է գործ հարուցել Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Բրյանսկի նահանգապետի պաշտոնակատարը եւս քաղաքացիական անձի զոհվելու մասին է հայտնել։ Ըստ Կովալչուկի, Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Քաղաքացի է զոհվել նաեւ Ղրիմում։ Ղրիմի ղեկավարը նշել է, որ եւս 2-ը, այդ թվում 10 տարեկան երեխա, վիրավորվել են։ Վերջին օրերին Կիևի թիրախում ավելի հաճախ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներն են։ Սանկտ Պետերբուրգի մոտակայքում նավթային տերմինալ է շարքից հանել ուկրաինական զինուժը։ Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքով։ Զելենսկին հպարտացել է, որ հեռահար հարված է հասցրել Պիտերին։ Ուկրաինայի պետական սահմանից հեռավորությունը ավելի քան 850 կիլոմետր է, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանը պատասխան հարվածներով ոչնչացնում է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները։
Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես են Երան 4 անօդաչու թռչող սարքի օպերատորները Խարկովի մարզի Պանյուտինո բնակավայրում ոչնչացնում վառելիքի պահեստ։ Այն վառելիք էր մատակարարում Ուկրաինայի բանակին։ Խարկովին հասցված հարվածը հաջորդել է զինվորականների հետ Պուտինի հանդիպմանը։ Ռազմական հագուստով է Ռուսաստանի նախագահը գնացել Զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետ, որտեղից հայտարարվել է Կոնստանտինովկայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Ռուսական զորքը դրոշ է բարձրացրել Կոնստանտինովկայի գրեթե բոլոր շրջաններում՝ Յուժնիում, Ցինկովի ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաև քաղաքի պատմական կենտրոնում՝ Նախալովկայում։ Խոշոր արդյունաբերական եւ վարչական կենտրոնի գրավումը մուտք է բացում դեպի Դոնբասում գտնվող Կիևի վերջին ամրոցը, հայտարարել է Դաշնության զինված ուժերի շտաբը։ В целом Константиновка была наиболее укрепленным. Կոնստանտինովկան Ուկրաինայի զինված ուժերի ամենաամրացված եւ էշելոնավորված պաշտպանական տարածքն էր։ 2025-ին այն հռչակվել էր Ուկրաինայի հերոս քաղաք։ Կոնստանտինովկան եւ նրա շրջակայքը պահելու համար թշնամին ձևավորել էր 45 գումարտակից բաղկացած տպավորիչ խումբ, մինչեւ 15500 զինծառայողով։ Չնայած Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության ձեռնարկած միջոցառումներին, ուկրաինական ստորաբաժանումները չկարողացան պահել քաղաքը։ Կոնստանտինովկան Դոնեցկի ամբողջ տարածքի ազատագրման բանալին է, հայտարարել է Պուտինը։ Նա զինվորականների հետ քննարկել է ամառային շրջանի խնդիրներն ու ավելի ակտիվ հարձակողական գործողությունները։ Планово идет создание полосы безопасности в приграничных районах Харьковской, Сумской. Խարկովի, Սումեի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանային շրջաններում անվտանգության գոտու ստեղծման նախատեսվող աշխատանքներն ընթացքի մեջ են։ Որքան շատ թշնամին հարձակվի ռուսական ենթակառուցվածքների վրա, այնքան ստիպված կլինենք մեծացնել անվտանգության գոտին։ С начала этого года российскими войсками освобождено. Տարածքզբից ազատագրվել է 133 բնակավայր։ Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Դոնբասում եւ Նովորոսիայում։ Մեր հողերի ավելի քան 3000 քառակուսի կիլոմետրի նկատմամբ։ Сегодня в ходе Պուտինը չի բացառել, որ Կիևը փորձի դիվերսիոն գործողություններ ձեռնարկել եւ զինվորականներին հանձնարարել է պատրաստ լինել դրանց, շարունակելով Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ենթակառուցվածքների ուղղությամբ գրոհները։ Թերեզա Կադաևչյան, Անիղանդիլյան, Հայլուշ։ Վերադառնանք Հայաստան, այսօր արտակարգ դեպք է եղել Լոռիում, Սպիտակ բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզել է, որ վիրավորները վիրահատարանում են եւ ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ։ Այդ ընթացքում իրավապահները պարզել են, որ Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեմ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրն են դանակահարվածները։ Պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։ Եվ վերջում տեղափոխվենք Կրասարի եռաթռիչք կամուրջ Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխվել է պատմական այդ կամուրջը վերականգնելու համար։ Կրասարի պատմական կամուրջը կառուցվել է 1873 թվականին ըստ Ղևոն Դալիշանի Շիրակ գրքի հիշատակումների եռաթռիչք կամուրջի հեղինակը Ստեփանոս Անանիկյանցն է։ 19-րդ դարում այս գեղեցիկ կամուրջը եղել է հարևանությամբ գտնվող Սեպասար գյուղի հետ կապող միակ միջոցը։ Ախուրյանի վտակներից մեկի վրա է Կրասարի եռաթռիչք կամուրջը։ Սև ու կարմիր տուֆերով կառույցը շատ նման է Կարսի կամրջին։ Խորհրդային տարիներին այստեղով ջրի խողովակներ են անցկացրել, որոնք շահագործվել են մինչև 1970-ականները։ Հենց այդ խողովակների պատճառով են փլուզվել պատերը, պատմական կամուրջը դարձնելով վթարային։ Խողովակը նախ ծանրությունը ավել բեռնվածություն է եղել կամուրջի վրա, մեջից ջուրը դուրս թողել, ջուրը քայքայել է։ Հիմքը քայքայել է կամուրջի մեջի հողը, որ առաջացրել է պատի փլուզում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու հատուկ հանձնաժողովի վերահսկողությամբ այժմ վերականգնվում է Կրասարի կամուրջը։ Արդեն ապամոնտաժվել է ջրատար խողովակը, այժմ ամրացնում են հիմքերը։ Կուտակված հողից մաքրում կամարաձև տարածքը։ Կամուրջը կառուցված է հիմնականում գրային շաղախով։ Քանդելուց հետո ահագին երևում է ահագին քանդված բաներ կար, որոնք պարտադիր պետք է վերանորոգենք, եղնելու է վերջնական վիճակը հին ճարտարապետական վիճակին գալու ամբողջությամբ ինչ որ հնում եղել է։ Կամուրջը հանդիսանում է եռաթռիչք կամուրջ։
Կախված ու խարխլված քարերի տեղաշարժը քարաթափումները կանխելու համար տեղադրվել են փայտյա հենակներ, զգուշությամբ ու խնամքով են շինարարները վերաբերում երկդարյա կամրջին, համադրելով հին ու ժամանակակից տեխնոլոգիաները, հնարավորինս պահպանելու կամրջի հին ոճն ու ճարտարապետական հորինվածքը։ Եթե նկատել եք գետի մեջ էլ քարեր կա, հողի մեջ էլ, հնուց քանի տարիներ թափվել ավրին, հողալեցվել, լրիվ ջոկել ենք, առանձնացրել ենք, պետք է այդ հինը տեղադրենք, նոր ինչ է որ կպակսի չգտնվի, պակաս մասը արդեն նորը բերելու ենք, հնի վիճակով, սարքենք հնի վիճակին տեղադրենք։ Տեղանքի բարդությունն հաշվի առնելով մասնագետները ժամանակավորապես փոխել են նաև Ախուրյան գետի հունը։ Միայն այսպես կարող են ամրացնել կամրջի հիմքերն ու անել սեյսմոլոգիական ուսումնասիրություններ։ Գետի հունը փոխել են, որպեսզի կարողանանք առաջ երկու թաղերի տակ աշխատենք։ Այդ երկու թաղի տակի աշխատանքը վերջացնելուց հետո նորությունը փոխելու ենք պատրաստի թաղերով ագնալու գետը, հաջորդ թաղի տակ ենք աշխատելու։ Վերականգնվելու է նաև Իջևանատունը, որը ներկառուցված է հենց կամրջի մեջ։ Իջևանատուն հասնելու համար ձորամերձ հատվածում կկառուցվի աստիճանահարթակ։ Վերականգնվելու է նախնական վիճակին աբերվելու, դուր լուսամուտ փոխելու ենք, իր ճարտարապետական ոզ նախատեսված այդ վիճակին դուր լուսամուտ ենք տեղադրելու։ Այսպես ասած, Իջևանատուն է դառնալու։ Ասում են պատմական կամրջի վրա կա հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն արձանագրություն, որը մեզ գտնել չհաջողվեց։ Կրասարի կամրջի վերականգնման աշխատանքները կտևի 3 տարի, որից հետո երկդարյա եռաթրիչ կամուրջն իր ամբողջական տեսքով կդիմավորի զբոսաշրջիկներին ու գյուղական туриզմի սիրահարներին Կրասար գյուղի գեղատեսիլ ձորակում։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։